Դե լսում ենք։ Ում հրամանով ես մտել Դավոյի կամեր ու սպառնացել նրան։ Քո Ես ինչ ես ասում, այ ապուշ։ Հակոբ, ինչ ես նայում։ Ինչքանով է տրամաբանական, որ ես այս ապուշին հրաման տամ ու հետո էլ բռնեմ նստացնեմ։ Գևորգ, վերջին անգամ եմ հարցնում, Գևորգ։ Ով է այս ամենի հետևում կանգնած ու ինչ խաղեր ես խաղում։ ես խաղ չեմ խաղում։ Ու ցուցմունք եմ տալիս։ Բայց եթե իմ ցուցմունքները չընդունվեցին ու դուք ինձ խանգարեցիք, ես կդիմեմ դատախազություն։ Տարյան ուղղեք, Ղազարյան, դու գոնե հասկանում ես, թե ում դեմ ես դուրս գալիս։ Ղազարյան, թող ես ամեն ինչի քո դեմ օգտագործվելու։ Ով ուզում է քեզ նավոդկա տվողը լինի, գտնելու եմ ու կաշին քերթեմ, քոնն էլ հետը, հասկանում ես։ Ղազարյան։ Բա քեզ ինչ էր թվում։ Ուզում ես սարքեր գլխից ու հանգիստ մարսեիր։ Սարքերը կտենաս։ Ղազարյան, Գևորգ բերանդ փակի։ Լավ։ Դարսրանակ։ Ասա թող խիստ հսկողություն սահմանը, որ ոչ մեկի հետ չշփվի։ Հերթապաներին զգուշացրու, որ հետը չխոսան։ Հարցեր կան, Հակոբ։ Չէ, Ղազարյան։ Դե ուրեմն տար սրան, ինչ ես կանգնել։ Իսկ դու, Գևորգ, ես չես մարսելու։ Լավ իշի։ Հայկ, հյուր ունես։ Ձյացրատ։ Արև Հայկ։ Դավո։ Դավո, ես ինչ ես անում։ Ոնց ես հայտնվել ավտոյից մեջ։ Շուտով կիմանաս քշի ստեղից, Ղազարյան։ Հանգստացի արա։ Զենքը տուր հրը։ Ղազարյան, դու ես գիտես, ես կատակ չեմ անում, կկրակեմ, քշի ստեղից ասեցի։ Լրիվ ես թրցրել արա։ Թրցրել եմ, որ հավատացել եմ պատմածը թեքյատներին, թե իբր դու չես մարդ ուղարկել մոտս։ Քեզանից բացի ուրիշ ոչ մեկին պետք չէր, որ իմ փոխարեն Էդոն նստեր, Ղազարյան։ Էսի այ անուղեղ։ Քեզ քանի անգամ եմ ասել, որ ես չեմ եղել այդ։ Եթե դու եղած չլնեիր, հաստատ պարզած կլներ, թե քթի տակով ատես բաներ անում։ Չէ, իմ համբերությունը լրիվ հատեց իսկականից։ Դուրս արի ավտոյից։ Դուրս արի ավտոյից։
Օրիկ Ազարյան։ շուտ մտածեիր, լսի։ Երևի աղջկաս կյանքն էլ սենց էշություններով կյանքը կերել ես։ Ախ! Էյմալացի ինչ եմ ասում քեզ, այլ լացո։ Վերջին անգամ եմ զգուշացել։ Խելքդ գլուխը թավաքի, թե չէ իմ ձեռով կսատկացնեմ, լակոտ։ Բան, արի ես անուղեղ աղբորը տար, թե չէ ես ինձ համար պատասխանատու չեմ։ Կյանքը շատ արագ ընթանում։ Բայց ես դրա համար չեմ եկել։ Ես որոշ ժամանակ հետո էլի գնալու եմ Հայաստանից։ Բայց մինչև գնալս ուզում եմ համոզվեմ, որ աղջկաս մերի ապագան հուսալի ձեռքերում կլինի։ Հայկ, ես ամեն ինչ գիտեմ քո և Մերիի հարաբերությունների մասին։ Գոհան ինձ ամեն ինչ պատմել է։ Բայց ուզում եմ քեզանից լսել, թե ինչ մտադրություններ ունես Մերիի հետ կապված։ Ձյաց ես սիրում եմ քո աղջկան։ Ու կարծում եմ, որ ինքն էլ ինձ է սիրում։ Ես ուզում եմ իր հետ ամուսնանալ, ուղղակի սպասում եմ այս խառը վիճակներն անցնել նոր։ Էդ լավ է։ Շատ լավ է, որ ձեր սերը փոխադարձ է։ Ես քեզ միշտ հավանել եմ, Հայկ։ Բայց չէի ցանկանա, որ որոշ ազդեցությունների տակ ձեր ամուսնությունը հետագայում չկայանար։ Չեմ հասկանում, ինչ կամում նկատի ունես Սրանդ։ Մերին ես եմ պահել, մեծացրել, բայց նա շատ է վախենում ու լսում Վռամին։ Իսկ Վռամին վախենամ դուրս չգա ձեր ամուսնության գաղափարը։ Յա, ես ոնց է եղել, որ առանց զգուշացնելու եկել ես։ Ասեցի գամ մանկությանս ընկերոջը տեսակցեմ։ Դու հենց ունես ոստիկանություն եկողը ես։ Հորացավը 10-ը։ Չլինի Արսենի սպանության գործով էլի անձնական հետաքննություն է սկսել։ Արսենի ու մնացած սպանությունների հետ կապված որևէ հարց քեզ տալ անիմաստ։ Ճիշտ էլ նկատել ես։ Հակոբ, ձեր մոտ ներքին կարգավանրա վրա ճշտել ես փաստաթղթի վրա դրված ստորագրությունը կեղծված է թե ոչ։ Թե քո համար է։ Իսկ ո՞ւմ հնարավոր է։ Այս ում ստորագրությունն է։ Որս։ Օրդ։ Ռուբ, ես ինչքան հիշում եմ, քո հայրը 15 տարի առաջ։ Ճիշտ էլ հիշում ես։ Բայց ես ինչ պատմություն է, որ Ապետանը կանչում։ Դու նստե ես երկար չի տևես։ Դու անգից գնա, ես տեղ։
Վրամ գնում ես։ Հա, գործեր ունեմ։ Բայց ասա ինչ է եղել։ Վրամ, ես քեզ երկար չեմ սպաղեցնի։ Ընդամենը մի քանի հարց ունեմ կապված քո հաճախորդներից մեկի հետ։ Իմ հաճախորդների հետ դու ինչ կապ ունես։ Վիգեն Մանթարյան, գիտեմ, որ ինքը մեծ պարտքեր ունի քո բանկին, ու ես ուղղակի ուզում եմ իմանալ, որքանով ա լուրջ իր ֆինանսական վիճակը։ Ժաննա, մեր բանկի հաճախորդների գործունեության գաղտնիության ապահովումը մեր բանկի գլխավոր սկզբունքներից մեկն է։ Ու անկախ հաճախորդների վարկագծից բանկը նրա մասին բոլոր տեսակի տեղեկությունները գաղտնի է ապահովում։ Իսկ եթե ասեմ, որ այդ հաճախորդը քրոջս Մոնիկայի ամուսինն է։ Ու ես լուրջ կասկածներ ունեմ, որ Վիգենը Մոնիկային խաբում է։ Այդ ժամանակ էլ չես օգնի։ Վիգենը Մոնիկայի ամուսինն է։ Հա։ Կներես, Ժաննա, բայց հիմա քո քույրը իմ հանդեպ գործած սխալների պատասխանն է տալիս։ Վիգենին դու ես ծանոթացրել քրոջդ հետ։ Վրամ, ես ընդամենը ցանկանում եմ, որ իմ քույրը երջանիկ լինի։ Ես քեզ հասկանում եմ։ Դու քրոջդ մասին ծնողի պես հոգ ես տանում։